Ողջույն, ժողովուրդ ջան, երևի հասկանում եք, թե եթերը մոտավորապես ինչի մասին է լինելու, օրվա թեմայով խոսքը վերաբերվում է պատերազմ, թե խաղաղություն, այս թեմաներին, որոնք որ ամենատարբեր ձևերով շահարկվում են տարբեր կայքերում, առհասարակ համացանցում եւ ինչպես ես հասցրեցի ուսումնասիրել, կան շատ քաղաքացիներ, ովքեր ունեն թյուր կարծիք կամ մանիպուլացվել են շատերի կողմից, ցավոք սրտի։ Ես հիմա պարզապես ներողություն խնդրելով ձեզ մոդերատոր նշանակեմ ու շարունակենք, լավ։ Այնքան չեմ արել, էլի մոռացել եմ, հազիվ սովորել էի, Արմին ջան։ Մի րոպե։ Մի վարքյան, ոնց էր։ Ստանդարտ։ Ահա։ Ներողություն եմ խնդրում։ Ահա, խնդրեմ։ Ահա, շնորհակալություն։ Ուրեմն, ժողովուրդ ջան, ես ի սկզբանե առաջարկում եմ մի հատ հանգիստ վերլուծենք, իսկ վերլուծել նշանակում է միակողմանի չնայել ամեն ինչին, ինչին որ ես միշտ կողմ եմ եղել ու պատրաստական կփորձեմ անդրադառնալ նաև ձեր մտահոգություններին ու հարցերին, իհարկե այն պարագայում, երբ այդ հարցերը կլինեն կոռեկտ գրված, եւ նրանք, ովքեր որ ի սկզբանե ագրեսիվ են տրամադրված եւ այնքան էլ վստահ չեն իրենց զսպվածության վրա, կխնդրեմ պարզապես լքել եթերը, որովհետեւ այստեղ մենք իրար վիրավորելու համար չի որ նստած ենք, այստեղ նստած ենք հասկանալու համար եւ մեր պատկերացումները կիսելու համար ինչն էլ կփորձեմ անել։ Ամենատարբեր արձագանքներ եմ անդրադառնալու բոլոր կողմերից, այն ինչը որ օրվա մեջ հասցրել եմ տեսնել։ Գամ ամենասկզբից։ Պատերազմ թե խաղաղություն, ահա ինչպես է հարցը դրված։ Կան ամենատարբեր կարծիքներ, սկսած որոշ անհամաձայնություններից կետերի շրջանակներում, վերջացրած հնովումներից եւ ինչու ոչ անգամ մարդիկ բան են անում, հարցումներ են անում, կուզեք խաղաղություն, թե ոչ, sense ու ընդեղ էլ գնում այն ինչ որ քվեարկություններ ա գնում։ Որտեղից գանք։ Հիմա ասեմ, որ ցավոք սրտի, ես վստահ եմ, որ այդ կողմ ու դեմ քվեարկածները տարբեր մարդկանց էջերում այնպես է, որ ովքեր որ կողմ են խաղաղությանը, նրանց մեծամասնությունը պատերազմին մասնակցել է։ Ովքեր որ դեմ են խաղաղությանը, նրանց մեծամասնությունը միակ վայրը, որ տեղափոխվել է դիվանի վրայից, դա դիվանի տակն է եղել։ Այնուամենայնիվ, այդտեղ կային նաև կանայք, ուստի չենք կարող օբյեկտիվ լինել, հա, մեծամասնությունը ովքեր է, որովհետև բնականաբար կանանց մասնակցությունը պատերազմին այնքան էլ ցանկալի չի։ Տեսեք, նախ ձևավորվել է կարծիք եւ այդ կարծիքը ձևավորվել է մի քանի տարիների ընթացքում, որ մեզ խաղաղություն է պարտադրվում։ Ալիևը ինչ ասում է, այստեղ հելու հնազանդանում են եւ մեծ մասը ովքեր որ դեմ են խաղաղության պայմանագրին, այն մարդիկ են, ովքեր ոչ թե կողմ են պատերազմին, այլ դեմ են խաղաղությանը այս վիճակով, առանց վերլուծելու թե իսկ ինչ վիճակ է սա։ Եվ շատ ժամանակ կերած լինելով են կտերը ներողություն արտահայտությունս համար, թե պարտադրվում է խաղաղություն։ Գոյություն չունի աշխարհում մի հատիկ խաղաղություն երկարատև, որը կարող է պարտադրված լինել, անկախ նրանից թե ում կողմից է դա արվում։ Պարտադրվածությունը դա հենց կապիտուլյացիան է, որից հետո նոր կարող են պարտադրել։ Իհարկե Հայաստանում ժամանակին թեզերել են շրջանառվել, որ Հայաստանը կապիտուլացվել է։ Սա այս ապուշ թեզը, այնպես որ խնդրում եմ ժողովուրդ ջան, որպեսզի բացեք Google-ով, որոնումներ բաժնում գրեք կապիտուլյացիա բառի սահմանումը եւ կհասկանաք, որ նման բան տեղի չի ունեցել։ Մի փոքր խորքից գանք։ Տեսեք, եթե մենք խաղաղություն տես պարտադրող ենք, ապա այսպեսի հարց կա 91 թվականին ինչու է հանկարծ Լևոն Տեր-Պետրոսյանը Արմաթի հռչակագիրի ընդունումից հետո ինչով որ սահմանվում են Հայաստանի Հանրապետության սահմանները Արցախի մասով վերապահումը մոռանում ուղարկել ԱՊՀ դեպոզիտարիա Պատերազմը ինչպես որ գնաց փառք մեր տղերքին եւ հիմա էլ փառք որովհետեւ այս խաղաղությունը նույնպես կերտվում է իրենց բոլոր ժամանակներում անznազող գործունեության արդյունքում հիմա կասեմ թե նաև ինչու է դա այդպես, հա, որպեսզի չստացվի միայն շնորհակալական խոսքեր, դա ունի նույնպես իր հիմնավորումը։ Ուրեմն 94 թվականին կնքվեց հրադադար։ Եվ կողմերը նստեցին պայմանավորվածությունների շուրջ։ Հիմա բանակցությունների շուրջ, սեղանի շուրջ։ Տեսեք, մենք միշտ սովոր ենք եղել, լեզվամտածողության խնդիր կա։ Մենք միշտ ասել ենք, որ մենք 94-ին հաղթել ենք։ Ես շեշտում եմ ձեզ, հարգելիներս, մի օգտագործեք այն բառերը, որոնք որ երկար ժամանակ մեր բոլորիս ուղեղի մեջ դրվել են, եւ դա այդպես չի։ Հասկանում եք, որովհետեւ 94 թվականին կնքվել է, այո, հաղթական հրադադար, մեր դիրքերը եղել են լավը։ Մեր դիրքերը եղել են շատ լավը։ Բայց
կնքվել է հրադադար։ Եթե հաղթած լինենք, կստորագրվեր այլ փաստաթուղթ, այլ կապիտուլյացիոն փաստաթուղթ, ոչ թե հրադադար։ Հասկանում եք։ Մարդիկ տղերքը իրանց կյանքի գնով բերել հասցրել էին հաղթական վիճակի, որտեղ քո ուժերը ամուր են, քո դիրքերը ամուր են ու դու կարող ես լավ բանակցել իշակ քո պետության եւ իհարկե Լեռնային Արցախի խնդրի։ Բայց ցավոք սրտի սա մսխվեց ամբողջ 25 երկար ու ձիգ տարիներ։ Գնում բանակցում էին մի բան, իրականում հանձնում էին ամեն բան։ Տեսեք։ Այն որ իրենք ինձ բերանով են ասել, սա արդեն կրկնել է, ես չգիտեմ, որքանով չեմ ներվայնացնում են մարդկանց, ովքեր որ շատ արագ հասկացել են ինչ-ինչոց է, բայց ամեն դեպքում ես արագ կանցնեմ, հա։ Տեսեք, Արցախի թեմայով, եթե Արցախը մերն էր, ապա հարց, խնդրում եմ, այս հարցին ինչ որ կերպ սիրելի դիտորդներ, ինչ որ կերպ, առանց իրավական բաների, տրամաբանության շրջանակներում, խնդրում եմ ներկայացրեք, թե ինչու էր այդ դեպքում ինչ որ բան տրվում, որպեսզի Արցախը տային մեզ։ Օրինակ, նույն Ռոբերտ Քոչարյանի բանակցությունները, հա, ասենք Մեղրին տանք Արցախը տվեք, եթե Մեղրին մերն է, ճիշտ է, եթե Արցախն էլ է մերը, ինչ ենք Մեղրին, մերը տալիս մերի դիմաց։ Արդեն կա, չէ, հասկանում եք, չէ, որ դա այդպես չի եղել, մեզ են այդպես ասել։ Եվ գնանք մի փոքր առաջ, ինչու էր կանգնում Սերժ Սարգսյանը ասում, որ մենք 17 թվականին ամեն անգամ առաջարկում ենք նոր զիջումներ եւ ամեն անգամ Ալիևը ցանկանում է ավելին։ Մի հարց, իսկ ինչեր եք առաջարկել, ինչեր եք առաջարկել զիջել։ Չէ՞ որ սա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է Երակոմ Մինսկի խմբի առաջ եւ միջազգային հանրության առաջ, երբ որ դուք քո կարմիր գծերն ես ուղարկում։ Օրինակ, երկու պետությունները Միացյալ Ազգերի կազմակերպություն ուղարկում են իրենց կարմիր պատկերացրած կարմիր գծերը։ Ընդ որում դրանք կարող են լինել տարբեր։ Օրինակ, Հայաստանը կարող է ներկայացնել, որ իր պատկերացրած կարմիր գիծը, չգիտեմ, Բաքվի ստորոտներն են, ու մինչև այդտեղ էլ Ադրբեջանը չազատի, մենք պատերազմից հետ կանգնողը չենք։ Եվ նույնը կարող է ասել Ադրբեջանը։ Հիմա, իհարկե, այս օրինակների մասին եմ ասում։ Իսկ ինչ կարմիր գծեր ենք ներկայացել մենք Միացյալ Ազգերի կազմակերպություն բոլոր ժամանակներում։ Միացյալ Ազգերի կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հետևյալ կարմիր գծերը։ Նախ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մեկ թե երկու անգամ ուղարկել ենք քարտեզներ, որտեղ որ Արցախը, Լեռնային Արցախը առհասարակ նշված չի եղել, անգամ սենց գոնե մեկ գիծ տարած չի եղել, որ էս էլ Արցախն է։ Հայաստանի Հանրապետության այսօր էս տարածքը ինչի մասին, որ այդ նույն ուժերը վայնասուն են կապում։ Ովքեր որ ՄԱԿ փաստաթուղթ են ուղարկել, ասեն, սա է մեր պատկերացումը։ Հետևից ուղարկել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նույնպես ուղարկել են մեր կարմիր գծերը։ Թե մենք ինչնա որ երբեք սակարկման առարկա չի։ Ցավոք մյուս կողմից Մեղրիի մասին է բանակցություն եղել։ Սերժի ժամանակ նույնպես ուղարկվել են։ Ես չասեմ, այստեղ ինչ փոփոխություններ են գրանցվել, բայց Սերժի ժամանակ ամենավատագույն տարբերակն է ուղարկվել։ Ուղարկվել է 20743 մեր այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը։ Արցախում, որտեղ որ նշված է Ստեփանակերտ, առհասարակ գրվել է Խանկենցի, եւ 3 էքսկլավա նշվել, այսինքն այդ 3-ը նույնպես մերը չի։ Խոսքը ոսկե պարիեն, այսպես ասած, անկլավի, Ազատամուտի եւ Տիգրանաշենի մասին։ Սրանք ուղարկվել են ՄԱԿ։ Հետո հեղափոխության շրջանում դե որ ուղարկվում են արտգործնախարարությունում նշվում է, որ այսպեսի բան է ուղարկվել։ Արտգործնախարարության էջից ջնջում են այս ուղարկածի մասին ինֆորմացիան։ Եկեք փորձենք ամեն մեկս մտածենք, թե ինչու պետք է ջնջեին, եթե այդքան լավ տարբերակներ են։ Սա ես խոսում եմ։ Այս նույն ուժերի ամենատարբեր կայքերով ու հեռուստացույցերով, sense այն վնգստոցների, վայ հայրենասիրությունների արած աշխատանքների մասին, որոնք որ հրապարակային երբեք չէին եղել եւ չէին էլ կարող լինել։ Փորձվել մեկը հրապարակային խոսեր։ Իրենք այդտեղ հերոսներն էին։ Մի կողմից ասել են, մի կողմից այսպես ասում, զուգահեռաբար, օրինակ, բանակ է զինվել, թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Հայաստանում տարեկան երևի մի 150-200 միլիոն է ծախսվել բանակի վրա եւ մենք բոլորս հասկանում ենք, թե դրանից որքան է իսկապես բանակի վրա ծախսված, կլինի ամեն դեպքում։ Իսկ Ադրբեջանի հետ միայն մեկ գործարքով Ռուսաստանի Դաշնությունը 5 միլիարդի զենք է տվել։ Հիմա це հարց։ Եթե Ռուսաստանը համարում է, որ իր ռազմավարական գործընկեր Հայաստանի ցանկությունները արդար են Լեռնային Արցախի Հանրապետության մասով, ինչի է զինում Ադրբեջանին, ինչ Ադրբեջանը Իրանի վրա էր հարձակվելու։ Չէ։ Ամբողջ աշխարհը, տեսեք, անգամ գերիների մասին երեք ՄԱԿ-ը բանաձև ընդունեց։
Եվ բանաձև ընդունվեց նախ հետաքրքիր կլիներ հասկանալ այդ 110 քանի դեմ քվեարկողներն ովքեր էին այնուամենայնիվ ես կխնդրեմ լրագրողներին որ երբ որ թվերով գրում են քանի կողմ քանի դեմ այս պարագայում երկրների ներկայացուցիչների падգամավորների անուններն են գրեն որպեսզի մեզ պարզ լինի հա որպեսզի գերիները ազատ արձակվեն հիմի այլապես պատժամիջոցներ կկիրառեն հիմի այստեղ հարցը առաջանում է ինչի Արցախի մասով այդ գերիներին որ ազատ արձակեն ուր են ուղարկելու ըստ երևույթին Հայաստան թե երրորդ երկիր այստեղ շատ նյուանսներ կան ասել որ ոչինչ չի արվում գերիների մասով նշանակում է ստել պարզապես կառավարությունը պետության կառավարումով զբաղվողները ունեն այնպիսի լծակներ որոնք որ անում են այդ լծակների մեջ չի մտնում միտինգներ անելը հասկանում եք պաշտոնական լծակների որոնցով արվում է Շարունակենք այս պատերազմի թեման։ Մի քիչ հեսա պիտի մանրանանք։ Նայում եմ համացանցում բոլորից շատ հայտնի իրավաբան Մարինե Պողոսյանը մի բաներ նյութ էր տեղադրել, որտեղ որ սարկած նյութ էր մի հատ էլ, այստեղ Նիկոլ Փաշինյանը ասում է, հա, տալու եմ ճանապարհ տալիս ենք, ու հետևից մտնում են խաչակիրների մի քանի տարի առաջ արած մի հատ խառը թեմա, որը այդքան էլ նորմալ այդպես էլ չլուսաբանվեց, կհիշեք։ Ու ես նա կգնում եմ, ասում եմ, այս ախպերը առանց վիրավորանքի, ասում եմ, այս են լավ ախպերն է, այն որ գնում էր շրջափակված Արցախը բացելու, այն էլ ճնշումը բարձրացավ չգնաց։ Ու մի անգամից լցվում են վրես։ Բայց դուք գիտես բայս կոմբայն կողմ։ Հիմա ես ուզում եմ նաև զուգահեռաբար այդ մարդկանց, քանի որ բոլորի պատասխանները տվել եմ, նաև բանավոր կերպով ասեմ։ Սա տարում է, բան ես անում, պաշտպանում ես, չես պաշտպանում, ուրեմն լսեք։ Այ այն սահմանադրությունը, որ ժամանակին ընդունում եք, մի մասը փողով, մի մասը առանց փող, առանց հասկանալու, հանրակրվեին գնում մասնակցում եք, լավ կլիներ մի հատ կարդայիք, ինչ եք բանանում, գնում քվեարկելու, նոր գնայիք, ես չեմ ասում դեմ կամ կողմ, բայց գոնե իմանայիք ինչը, լավ։ Մեր սահմանադրության մեջ իմ իրավունքների մասին հստակ արձանագրում կա։ Եվ ձեզանից որևիցե մեկը չի կարող որոշել, թե ես ինչի իրավունք ունեմ եւ ինչի իրավունք չունեմ։ Ոչ էլ ես կարող եմ որոշել, թե դուք ինչի ձեզանից որևիցե մեկը ինչի իրավունք ունի եւ կամ չունի։ Որովհետեւ սահմանադրության մեջ հստակ սահմանված է դու, քո մաման, քո պապան, ես, իմ ծնողները, իմ ընտանիքը, բոլորս Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը ինչ իրավունքներ ու պարտականություններ ունենք։ Սա մեկ, երկրորդ։ Ես մի միլիարդ անգամ ասել եմ ու ելի կասեմ։ Ես երբեք չեմ եղել ու չեմ քաղաքական դաշտում անձերի պաշտպան։ Այո, ես կարող եմ սատարել ում ուզեմ, չնայած ասեմ ավելին, ես կարող եմ նաև ում ուզեմ պաշտպանեմ։ Բայց հարցը այդտեղ չի, այնպես չի, որ եթե ես հիմա ասում եմ չեմ պաշտպանում ու չեմ պաշտպանել, ուրեմն դա անպայման նշանակում է, որ ես սենց բան հետ եմ քաշվում։ Ոչ, ես ում ուզեմ պաշտպանեմ, դա իմ իրավունքն է։ Բայց ախր բացարձակ ստել ու այդպես մեկնաբանել, դա էլ չի կարելի։ Հասկանում եք։ Ես ում ուզեմ, եւ ես այո, սատարում եմ, թե քաղաքացիական պայմանագրին, թե հանրապետություն կուսակցությանը, թե հանուն, թե քրիստոնյա ժողովրդավարական բան Սատարում եմ ում ուզում եմ։ Ամբողջ իրենց գաղափարներն ու պատկերացումներն եմ կիսում։ Ոչ, որը որ չեմ ընդունում դրա մասին նույնպես բարձրաձայն ասում եմ ի տարբերություն որոշների, ովքեր իրենք լինելով զոմբի, ինձ կամ ինձ նմաններին են բնութագրում զոմբի։ Հասկանում եք։ Պարզապես ձեր իմացած քննադատությունը, որը հայհոյանքով խոսելն է, իմ իմացած քննադատության հետ չի գնում։ Դրա համար ձեզ թվում է, թե եթե ես չեմ հայհոյում, ուրեմն պաշտպանում եմ։ Հասկացաք։ Գնելը կամակատարն է, ես իմում եւ այլն, դուք ձեր մասին կենսակրությունը ինձ հետաքրքիր չի որ բան եք անում։ Ունեք հարցեր, խնդրեմ ձևակերպեք հարցերը։ Իմիջայլոց մի քանիսին էլ ուղի հրավիրեցի, եթեր անենք միասին, քննարկենք, հայենք, մարդենք, քննարկենք, ինչ կապ ունի կարծիքներ ունենք, բայց չքննարկենք։ Էլի չեկան, ու չեն էլ գալու, որովհետեւ գիտեք ինչ, ազնիվ չի, չէ՞, մի տեսակ, ես իմ դեմքով, իմ անուն ազգանունով, իմ հետադարձ կապով, փնթին մամա մռավ մտնում եմ եթեր եմ անում ու ձեզանից շատերը ինչ որ կենթանիների նկարներով, ծաղիկների ու չգիտեմ կայծակների նկարներով, պայմանական անուններով մտնում ու ոնց ուզում եք ցույց տաք որ դուք ճիշտ եք։ Այդ պարագայում ես ինչ ուզեմ կվարվեմ։ Երրորդ այն մավրը որ գնաց հիմա ասեմ։
Երորդ, եթե դուք որևիցե մեկին ուղիղ տեղը կարծիք ունենալու համար վիրավորում եք, դրանով իսկ դուք ձեզ ու ձեր ընտանիքին քրվում եք, կամ դուռ եք բացում, որպեսզի քրվեն, որովհետև ձեր վիրավորանքին լինելու է համարժեք վիրավորանք, այդ ժամանակ ինչ ես պիտի վատը լինեմ։ Գրող եք կերը։ Ես ոչ էլ մի քաղաքական գործիչ եմ, որ ունենամ կաշկանդվածություն, հանկարծ կոպիտ չարտահայտեմ, ես կարտահայտվեմ տակը կմնաք։ Ու դուք գիտեք դրա մասին, եւ նաեւ գիտեք, որ ոչ միայն կարտահայտվեմ, այլ արտահայտվածս կիրագործեմ էլ։ Այ հենց դա է պատճառը, որ դուք կյանքում չեք գա դեմս խոսելու, որովհետեւ ձեզ էլ գիտեք, ինձ էլ գիտեք։ Բայց սա դնենք մի կողմ, ես այսօր ինքնագովազդի տրամադրություն չունեմ, չնայած վաստակել եմ ինքնագովազդի իրավունք։ Գնանք այս խաղաղության ու պատերազմի թեմայով։ Հիմի կան մարդիկ, որ դարձնում են քննարկման առարկա ու շատ լավ են անում։ Ասում են, օրինակ, այս մի կետը ըստ մեզ վիճահարույց է։ Հասկանում եք, դա հետաքրքիր է, երբ որ գրագետ մարդկանց բանավեճի ես հետևում։ Երբ որ մարդը ասում է, որ այս երկու կետերը, օրինակ Եվրամիության դիտորդներին հանելը եւ բանը միջազգային դատարանից գործերը հետ կանչելը երկու կողմից։ Իմիջիալոց ֆիքսենք, որ Արարատ Միրզոյանը այսօր պաշտոնապես ասաց, որ ոչ մի հատիկ գործողություն չկա, որ միակողմանի է։ Սա ֆիքսենք։ Որովհետև մեր լրագրողներին որ լսում ես, ասում է, որ մենք դատարանից վճիռները հետ ենք քաշում, ու վերջ կամ մեր դիրքերը այնքան լավներ դատարանում, որ հեսա դատերը կրում ենք ու պայթածն ենք բակում։ Սխալվում եք։ Սխալվում եք, որովհետև ցավոք սրտի, երբ որ Քոչարյանն ու Օսկանյանը ասում էին օկուպեյր, օկուպացված, չգիտեմ, ինքնաթիռի զուգարան եւ այլն, այս բաները երբ որ ասում էին, դրանով տալիս էին հնարավորություն, որ Ադրբեջանը շատ ավելի կոշտ ձևով մտնի միջազգային դատարան։ Ոսեն, այս էլ իրենց օկուպացրած է, ու այսքան միլիարդ թողբերեն փակվեն, օրինակ։ Այսքան վնաս են տվել իմ բյուջեին ու տնտեսությանը։ Օրինակ, ինչտեղ որ փորձում էին անեն, բայց եկա պայմանավորվածության, որ երկու կողմերից հետ են քաշում։ Ամեն դեպքում կա այստեղ քննարկելու բան, եթե գտել են քաղաքական կուսակցությունները, որ կա, ապա խնդրեմ թող դնեն ու քննարկեն, իսկ մենք լսենք։ Ու փորձենք մեր պատկերացումը կազմել։ Բայց տեսեք ինչն է հետաքրքիր, ժողովուրդ ջան։ Ինձ համար, անձամբ ինձ համար, անկեղծ եմ ասում, մեծ հաշվով մեկը։ Որովհետև կարող եմ ես ցանկանալ խաղաղություն, բայց եթե անգամ դա չստացվի ու լինի պատերազմ, էլի ես գիտեմ, որ էլի ես եմ գնալու, իմ ախպերներն են գնալու, իմ ընկերներն են գնալու։ Ու այնով նրանք ովքեր այսօր գիտեն ինձ խաղաղությունը բան, ու նրանք միևնույնն է թռած են լինելու, կամ հետո գալու են արտարանան, ասեն գիտեք, մենք գնացինք, բայց վայնկամատները մեզ չտարան։ Նույնիսկ ես մի հասարակ օրինակ բերեմ։ Վարանդայում, Ֆիզուլիում անհրաժեշտ էր 26 հոգի մարդ, ովքեր որ մի հատ հատված կար, այդտեղ կփակեին, որպեսզի շրջափակմաններ չհայտնվեինք։ Ու գիտեք ինչ, չէր ճարվում այդ 26 հոգի մարդը։ Չէր ճարվում։ Գուցե այստեղ շատերը թերթերի մեջ էիք, ու վայնկոմատները ինչ որ բան էին սարքում ձեր գլխին, չգիտեմ։ Բայց ձեր մոտ հարց չի առաջացել, իսկ այդ վայնկոմատների աշխատողներին ինչ կպնտնից է բերել դրել այդտեղ, այդ ում ժամանակվա աշխատողներ են եղել։ Երբ են սկսել պաշտոնավարել։ Մենք հստակեցրեք, որ կարողանաք բան ասելուց անվիճելի փաստարկներ վերեք, հասկանում եք։ Բոլորը ինչ-որ կռիվ ինչացող են, բայց 26 հոգի մարդ չէինք կարողանում ճարել 2-3 օր։ Սա էլ դեռ անցնենք, հիմա եկեք ամեն մեկս մեզ վրա վերցնենք։ Ասենք թե մարդիկ ովքեր որ դեմ են խաղաղության պայմանագրին։ Թեկուզ կան մարդիկ որ ասում են առհասարակ դեմ են, կան մարդիկ որ ասում են հատվածաբար ենք դեմ։ Երկուսն էլ հեսա կանդրադառնան։ Խնդրում եմ ինձ ու Արցախի թեման են մեջ բերում։ Խնդրում եմ ինձ ասեք, եթե դուք լինեիք վարչապետ եւ ձեզ պատերազմի 4-րդ օրվանից սկսած զեկուցային, որ ճակատում գործերը լավ չեն ընթանում։ Ռազմական հրամանատարությունը պարզապես ընդունակ չի գործողություններ կատարելու։ Խնդրեմ ասեք, ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Մեծ տարիներով ինչ են ասել։ Ներողություն։ Ինչ են ասել։ Ասել են կարևորը դուխն ապեր։ Լավ։ Հետո 44 օրյա պատերազմի ժամանակ պարզվեց, որ դուխը չի կարողանում տեխնիկա խոցի։ Դուխը զոհվում է տեխնիկայի շատ լինելուց։ Ու heç կապ չունի ինչքան դուխ ունես դու։ Դա պարզվեց 44 օրյա պատերազմի ժամանակ։ Բայց սրա պատասխանատուն ով պիտի լիներ։ Այո, ցավոք սրտի, այսօր դարձել է ակտուալ խոսել 44 օրյա պատերազմում ինչ եղավ, ինչ չեղավ։ Ցավոք սրտի։ Որովհետև ես գիտեմ, որ այդտեղ ամեն ինչի մասին խոսել ենք։ Մնում էր, կյանքում պատերազմի տեղը չիմացած մարդը, գա օրինակ ինձ կամ իմ ընկերներից որևէ զինակից ընկերներից որևէ մեկին, բացատրի թե պատերազմի դաշտում ինչեր է եղել, ինչեր չի եղել։ Լուրջ եք խոսում։
Այն էլ ումից, այն էլ իր կարծիքը չէ, սրա նրանից լսած բաներ։ Այո, շատերն էլ դու գնայիր մեր քաղաքից բազմաթիվ կամավորականներ կային, գնացին հասան, փրտեցին։ Նույնը ջան, ես պիտի խնդրեմ մի քիչ բացես ասելիքդ, որպեսզի ես հասկանամ ինչի մասին է, լավ խոսքը, որ սխալ չըմբռնենք։ Հիմա, երբ որ ռազմաճակատում քո գործերը այնքան էլ լավ չեն, դա թշնամի նույնպես հաշվարկում է։ Տեսեք, հասարակ բան է, այսօր Ուկրաինա, Ռուսաստան, այսպես կողքից ենք նայում ու կարող ենք առանց էմոցիաների դատել, չէ՞։ Ամեն մեկը փորձում է, հեսա պիտի նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ամեն մեկը փորձում է իր դիրքերը բարելավել, դիմացինին խեղճացնել, որպեսզի բանակցությունների սեղանին հավասար նստեն մաքսիմում։ Հասկանում եք։ Դու այստեղ է ստացվել։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ մաս են բնդեմ, ասենք ասում են, ախպեր, չգիտեմ, չէ, թողնի խաղաղություն, բայց գիտես ոնց, ու սիրուն բաներ են շարում։ Ասես լավ, իսկ այդ տեսակ, ναι, ցանկացած խաղաղության պայմանագիր ունի առնվազն երկու կողմ։ Այդ քո առաջարկածին ոնց ես կարծում, հակառակ կողմը ինչքան ժամանակ է բանակցում են տեքստի շուրջ։ Տող առ տող, բառ առ բառ բանակցում են։ Իմիջայլոց ամեն անգամ այստեղ լուսաբանվում է, որ Ալիևը Հայաստան է ուղարկել իր նոր պահանջները կամ տեսակետները, եւ ոչ մի անգամ նորմալ չէ լուսաբանվում, երբ որ Հայաստանն էր ուղարկած լինում իր տեսակետներն ու պահանջները։ Հասկանում եք, այդ դրանով փորձելով տրամադրություն ստեղծել մեր հայության մեջ, որ այ Ալիևը թելադրում է, այստեղ խելոք նստած աշխատում է։ Եթե հավատացեք, եթե այդտեղ մի բան են չլիներ, աշխարհի այսքան երկրներ այսօր ոչինչ չէին ասի։ Նրանք ասեն շատ ավելի այլ կերպ, որովհետև եթե մի բանը ճիշտ համաձայնեցած չի, կապ չունի ում օգտին։ Դա հետագայում դարձյալ պատերազմի տեղ է տալու։ Դրա համար դետալ բանակցելով գնացել են։ Իմիջայլոց շատերը մոռացել են, հիշեցնեմ, մինչև 44 օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանը երբեք որևիցե բանակցություն, այսինքն այսօր իշխանությունը, երբեք որևիցե բանակցություն ադրբեջանական կողմից չի ունեցել։ Չկա մի փաստաթուղթ, որտեղ գրված լինի երկրի ղեկավար Ալիև, մի հատ հանդիպում եղավ, մի հատ վերելակի մեջ հանդիպեցին 10 վայրկյանով, ասում այդ արանք ամեն ինչ պայմանավորված։ Այսինքն իրաք որ մի 30 տարի էլ վերելակներով, էլ քյաբաբխանաներով, էլ սրաներա դաչայքում, էլ պալատկեքի տակ սադարակներում հանդիպում էին ոչինչ չկա, բայց այդ վերելակի մեջ տեսեք ինչ եղավ։ Զոր չի կարելի։ Հիմա, ինչ վերաբերվում է խաղաղություն չլինելու։ Okay, սա էլ տարբերակ է։ Եթե դեմ ենք, կարող ենք դուրս գալ ու ասել, որ մենք դեմ ենք, մի րոպե։ Նորմալ տարբերակ է, առաջարկ է։ Պարզապես այստեղ նույնպես պիտի հաշվարկենք։ Եվ սա ես չեմ ասում, որպեսզի ասես խեղճ ու կրակի տպավորություն թողնենք, չէ, բացարձակ, ինչու մասին է խոսքը։ Պարզապես պիտի հասկանանք հետևյալը։ Մեր պատերազմը լինելու է, եթե մենք ասում ենք պատերազմ։ Այն ինչը որ մեծ հաշվով Ադրբեջանը երազում է, հնարավորինս ստեղծի լեգիտիմ հնարավորություն պատերազմ սկսելու համար, իսկ ավելի մեծ երազանք կլինի, եթե Հայաստանը սկսի։ Հիմա ձեր կարծիքով ինչի մասին է լինելու պատերազմը։ Լեռնային Արցախի։ Լեռնային Արցախը 91 թվականից սկսած մինչև հիմա եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Մեր հայրենիքն է։ Մեր հայրենիքն է։ Բայց մենք երբեք տարածքային պահանջ Ադրբեջանի հետ ոչ մի ժամանակահատվածում չենք ունեցել։ Ոչ մի։ Առաջարկ մեկ ունենանք, խնդիր չկա։ Խնդիր չկա։ Ուղղակի այսպես է, տեսեք։ Անպայման գնալու են դարձյալ պատերազմի զուգահեռ բանակցություններ։ Ու մեր հակառակորդ կողմը շանտաժներ անելու։ Այսպեսի մոտավորապես։ Մենք ասում ենք, սա մեր պատմական հայրենիքն է, ոչ պիտի մեր տարածքի մեջ լինի։ Okay։ Նախիջևանը մեր պատմական հայրենիքն է։ Չենք կարող մի մասի հանդեպ ունենալ հայրենիքի բան, իսկ մյուս մասի հանդեպ չէ։ Ուրեմն մենք նաև Նախիջևանի մասով պիտի հայտ ներկայացնենք։ Okay։ Ալիևը գնում ասում է լսի լրացի։ Սրա ճամփեկը Ռուսաստան փակեք, այդ մի հատ ճամփեն որ ունի փակեք, որտեղ հեսա ինձ որ բրծավ։ Ջավախն էլ է իր պատմական հայրենիքը, իրանք այդ տրամաբանությամբ են հետում։ Չէ, Ջավախը մեր հայրենիքն է։ Մեր հայրենիքն է, ճիշտ է։ Ու Թուրքիա։ Արարատ լեռը մերն է։ Ղարսը, Արդահանը մեր պատմական հայրենիքներն են։ Մինչև Սասուն, մերն են։ Հիմա ես հարց ունեմ, Ժորժ ջան։ Ընդ որում կապ չունի, մտնենք պատերազմի մեջ։ Պրոբլեմ չկա, ես չեմ ասում որ անգարսած ծրվում, մեր չէ։ Պարզապես մենք պիտի հաշվարկենք։ Պատերազմի մեջ ենք մտնում, տեսեք, մոտ 10-12 միլիոնանոց Ադրբեջանի, մի հատ Վրաստանի
եւ մոտ 100 միլիոնանոց Թուրքիայի հետ, ով ՆԱՏՕ-ի անդամ է, երկրորդ ուժն է ՆԱՏՕ-ի, այսինքն համարյա ՆԱՏՕ-ի հետ ենք բախման մեջ մտնում։ Okay, մտնենք։ Եթե այդ տրամաբանությամբ են գնում, դավայց եմ, ինչը վերջ։ Կամ ես կողմ, բայց ամնում։ Եթե հանկարծ այդ ժամանակ տարբեր երկրներում արդեն ապրող մեր սերունդները հարց արածեն լավ, դուք ապուշ չեք հաշվարկել, ես կուզեմ իմանամ ինչ եք պատասխանելու։ Ես չեմ ուզում ապուշի դերում հայտնվել։ Կռիվ եղավ կռվող են, հարց չկա։ Հետո կամ մեկ այլ թեզ, ասում են Թուրքին վստահել չի կարելի, տենց խաղաղություն չի լինում։ Համաձայն եմ։ Իհարկե համաձայն եմ։ Ես ինքս շատ գրքեր կարդացել եմ ու ոչ միայն կարդացել եմ այդ տողերը, որ այդպիսի տողեր կան տարբեր գործիչների կողմից ասած, այլ ինքս էլ եկել եմ այդ եզրահանգման, խնդիր չկա, բայց չի կարող չէ այսպես մնալ իրավիճակը։ Չի կարող հավերժ այսպես մնալ իրավիճակը։ Նման բան չի կարող լինել։ Ուրեմն հասարակ բան։ Մենք կամ սկսում ենք պատերազմ ու նպատակը գրում ենք, ինչ նպատակով, կամ այդ խաղաղության փաստաթուղթը ստորագրում ենք, փորձում ենք լավ անել, չի ստացվում պատերազմը սենց տնես կա։ Սենց տնես կա։ Սենց մնալը պատերազմի մասին է։ Սենց տնես։ Հիմա փորձենք խաղաղությունը, չի ստացվի, այնի մեկա, կա ու կա, այնի ճամպինա։ Ընդ որում, խնդրում եմ հանկարծ չմտածեք, ես փորձում եմ պատերազմում որևիցե մեկին վախեցնել, ճիշտ հակառակ։ Ճիշտ հակառակ։ Ուղղակի պետք է հասկանանք։ Պետք է հասկանանք անունը ինչ ենք գրում, նպատակը։ Հասկանում եք։ Օրինակ, ես մի քիչ առաջ ասացի, որ փառք ու պատիվ մեր տղերքին, որովհետև նրանց անznազող կռվի արդյունքում էր նաև, որ գոնե հասնում ենք այս փաստաթղթին։ Ինչի մասին էր դա։ Այո, եթե մեր տղերքը մենք եթե դիմադրություն չցուցադրենք, այսօրվա դրությամբ Ադրբեջանը ինչ է հաշվարկում։ Ասում են լավ, ամեն դեպքում ռազմական բալանսը իմ օգտին է։ Բայց եթե ես սկսեմ կռիվ, պատերազմ, այդ այնքան ավերիչ պատերազմ է լինելու, որ անգամ եթե հաղթեմ, դա չափազանց թանկանացնում ինձ վրա, ինչը կարող բերի նաև իմ փլուզմանն ու քայքայմանը։ Եվ ինչի է այդպես մտածում, որովհետև ինքը տեսել է ոնց են հայերը կռվում, ես զգացել է իր կաշվի վրա։ Իսկ այդ կռվող տղերքի, որ առաջ ես չեմ կարող չխոնարհվել, որովհետև այս այլապես Ադրբեջանը չէր գնա խաղաղության։ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն։ Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր որ մեկնաբանում են, թե Ադրբեջանը մեզ խաղաղություն է պարտադրում։ Այսինքն ձեր ասելով, մենք նենց ուզում ենք պատերազմենք, Ադրբեջանը մեզ պարտադրում է, որ խաղաղություն լինի։ Հա, եթե այդպես կարծիքներ կան, էլի հետաքրքիր է, կարելի է լսել։ Ի՞նչն եմ կատականում։ Նանոն ասում է, այս անգամ հայերը լավ էին կռվում, կատակ ես անում 40 օրվա ընթացքում հարցը փակեցին։ Նանո ջան, ինձ թվում է դու պատերազմից տեղյակ չես։ Տես հարգելիս։ Նաև քեզ համար եւս մեկ անգամ, բայց կարճ ձևակերպեմ, լավ։ Երբ որ սկսվեց 44 օրյա պատերազմը, ուրիշ բանից չեմ վախենում, Նանո ջան, լսի, մի հատ գրել ես արդեն, թող պատասխանեմ, հետո էլի կգրես, լավ։ Երբ սկսեց 44 օրյա պատերազմը, Թուրքիան, Ադրբեջանը չէ, Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը, հզոր երկիր, կներ G7-ի թե G10-ի անդամ, հայտարարեց հետևյալը, որ 4 օրվա ընթացքում Արցախի հարցերը լուծված են լինելու, որովհետև իրենք գիտեին, որ ունեն այնտեղ ներկայություն, իրենք գիտեին, որ վաղուց պատրաստված են, մի քանի զորավարժություններ էլ եղել են, լավ զենքեր էլ թողել են, իրենց գեներալիտետն էլ շտաբերը այնտեղ նստած են։ Գումարած շատ լավ հաշվարկացեր, թե Իսրայելի մասնակցության չափն ու քանակը, թե ահաբեկիչների, թե ինֆորմացիոն դաշտում, թե նույն զինտեխնիկայի բայրակտարների սպասարկում եւ այլն եւ հերմեսների եւ այլն։ Եվ իրենց հետախուզությունը ուներ տվյալներ մեր բանակի մասին։ Հաշվարկել են, ասել հայտարարեցին 4 օրվա ընթացքում վերջանալու է ամեն բան։ Ունենալով Արցախի ներսում 5-րդ շարասյուն, նաև այս ամեն ինչի դեմ կրվեցին մարդիկ 44 օր։ Խառնելով ամբողջ այդ աշխարհի, այդ կողմնակիցների պլանները։ Եվ ինձ թվում է, որ եթե մենք ունենայինք
լավ բարձրաստիճան սպայական անձնական առանձին անհատներ ունեցել ենք, ես այստեղ չեմ կարող ունենալ փառք ու պատիվ իրենց։ Մենք կարող ենք պատերազմը մտցնել ձմեռվա փուլ։ Բայց ցավոք սրտի այդպես չէ։ Հիմա խնդրում եմ ինձ ասես։ Հա, գումարած դրան։ Պատերազմից հետո Շոյգուն Ռուսաստանի ՊՆ ղեկավարը եւ Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպեցին, որից հետո հանդես եկան համատեղ ելույթով, որտեղ որ Շոյգուն ապուշ բերանից թրծերեց հետեւյալը, որ մենք, այսինքն ռուսներն ու թուրքերը, հիանալի օպերացիա իրականացրեցինք հարավային Կովկասում։ Հիմա ասեմ սա ինչա նշանակում։ Մոլորակի վրա հարավային Կովկաս անվանումը կրող այլ աշխարհագրական վայր չկա։ Մեր տարածաշրջանն է դա։ Եվ այդ օրերին պատերազմ ոչ մեկի միջև չի եղել, ասենք Վրաստան, Օսեթիա, բանը չի եղել։ Այսինքն խոսքը Արցախի մասին է։ Այսինքն ռուսները եւ թուրքերը իրականացրեցին հիանալի օպերացիա հարավային Կովկասում, Արցախում։ Ռուսների մասնակցության մասին շատերը տանտեսում եք սա։ Այս հայտարարությունը ինչ է նշանակում։ Մեր ռազմավարական դաշնակիցը, ով Հայաստանի Հանրապետության նաև անվտանգության հովանավորն է եղել, ունի այստեղ ռազմաբազա, ունի պագրան վայսկա, ուներ։ Մի խոսքով, հետախուզական տվյալներ կարող էր փոխանցել հանգիստ թուրքերին, փոխադարձ շահի դիմաց։ Եվ եթե ձեզ թվում է, թե են վար, գոնզոյ են, լակոտը, FSB-ի ուղեցույցամբ չէր հայտնվում այս կամ այն դիրքում, չարաչար սխալվում եք։ Ես կարող եմ իմ աչքի տեսածներից ձեզ բաներ պատմել։ Հիմա ես խնդրում եմ ասա, հարգելի նանո, մեր տղերքը ո՞նց կռվեցին։ Մաքս Լուրեն Շոյգուն տենց բան չի ասել։ Եղբայր, խնդրում եմ, կարծում եմ տղա կլինես, կամ թեկուզ կին, խնդրում եմ, մտի, որոնի, գտի, որովհետև ես հիմա այս բանը չեմ կարող գտնել ու ցուցադրել քեզ, հիմնականում ես թուրքական ալիքներով կարող ես գտնել, պատերը 44-ից հետո Շոյգուն ու Թուրքիայի ՊՆ նախարարը երբ են հանդիպել ու դիտիր ռուսերեն թարգմանությամբ էր, ես կարող եմ ռուսերենով տեքստ անգամ ասել, ես ինքս ռուսերեն չեմ կիրառում իմ խոսքի մեջ, բայց այնուամենայնիվ мы провели блестящая военная операция в Южном Կավկազի։ Ես հասկանում եմ, որ Ղազախստանում ասել, հա, կներեք, զայնուժը, Ղազախստան, թուրք իր կոլեգայի հետ կանգնած։ Նանո ջան, չհասկացա, ինչն է ուժ ձև աշխատում։ Չէ, այդ ինչ որ ասում են մարդը դրա համար էլ որոշ զինվորականներ պատերազմից հետո իրենց մեջ ասում են, որ Փաշինյանին պատժելու համար է պատերազմը սարքել։ Մնում է իմանալ մեր ծախված զինվորականներն ում են պատժում ժողովրդին։ Նայ, ցավը տանում։ Այդ երբ որ ասում են Փաշինյանին պատժելու համար։ Հիմա ես քեզ հարց տամ։ Դու ինչպես ես կարծում, հարգելի։ Դա մի քիչ չափազանցրած է, ասեմ ինչու։ Որովհետև պատերազմները չեն նախապատրաստվում 1-2 տարվա մեջ։ Չկա նման բան։ Պատերազմները կարող է դու պատրաստ չլինես ու հարձակվեն քեզ վրա, բայց եթե մարդը պատրաստվում է, պետությունը պատրաստվում է հարձակվելու, դրան պատրաստվում է երկար ժամանակ, որովհետև պատերազմը պետք է լինի ոչ միայն ռազմի դաշտում, տես նախ զենքեր, պայմանագրեր, միջազգային հանրությանը պիտի ասի խիա առնում, մի բան պիտի կռուտի տանի, մեկին պիտի կաշառի, մեկից պիտի առնի, այդ փողը հետ գցի, պայմանագրեր, պատվիրի, պատվերը դա տեղ հասնի, այս ամեն ինչն է ժամանակ, էդի բան չի էլի, ասենք փեթակից սուջուկ չեն գնում առնենք էլի, զենք առնելը այլ բան է։ Գումարած ռազմական դաշնակիցներ ընտրի իր համար, ռազմավարական դաշնակիցներ, այս ամեն ինչը սկսում է զրոյել, պետք է կարողանա ինքը վստահությունը ամրապնդի, որպեսզի պատերազմի ընթացքում եւ հետո կարողանա դիվանագիտական ճանապարհով նույնպես հարցեր լուծի, արդարացնի իր հարցակները եւ այլն եւ այսպես շարունակ։ Իսկ 16 թվականին պատերազմը երբ որ եղավ Խարորյան, այ հենց դրա նախերգանքն էր, ինքը ռազմետկա պատերազմ էր, հասկանալ մեր ուժերն էր փորձում, ինչն է աշխատում, ինչը չի աշխատում, ու վերջ։ Դրա համար տևեց 4 օր։ Հասկանում եք։ Բան հասկանային, հասկացան։ Հասկացան, որ գումարած դրան, Ռուսաստանը մեկնայք երբ է 5 միլիարդի զենք ծախել Ադրբեջանին, ու կհասկանաք, որ այստեղ այդ խոսույթը, որ պատժելու համար բան այդպես չի աշխատում դա, ցավները տանը։ Մենք եկեք, քանի որ հնագույն ազգ ենք ու հազարավոր տարիների միջով պատերազմներով անցել ենք, սկսենք քիչ-քիչ պատերազմից բան հասկանալ, լավ։
Արցախի մասին կներեք առանձին եթերներ ունեմ արած, էլի կանեմ, հիմա ես այս թեմայով եմ ասում Նանո ջան։ Շնորհակալություն, որ եթերը դիտում եք ու ձեր կարծիքն եք հայտնում, եւ շնորհակալություն ձեր կարծիքը փոխադարձ հարգանքի մթնոլորտում ձևավորելու համար, շատ ողջունելի է գովելի է, բայց եթե մարդիկ օրինակ շատ ձեր այդ առաջարկը լայքեն, ես կհասկանամ, որ դրա անհրաժեշտությունը կա եւ Արցախի մասին, չնայած որ բազմաթիվ եթերներ արել եմ, եւս մեկը սիրով կանեմ եւ կակնկալեմ ձեր ներկայությունը տվյալ եթերում։ Անկամ ես կարող եմ առաջարկել միասին անենք։ Միասին եթեր անենք, ինչա պատահել տարբեր կարծիքներ թողնչեն քաղաքացիներենք։ Հա։ Ահա։ Արմեն ջան, իրաց հեռացրու, 32 տարի չէ։ Մի խոսքով։ Սա ինչ վերաբերվում է այս ամեն ինչին։ Հիմա ամենահետաքրքիրն է, որ լրատվական կայքերը բոլորը ձենձենի տված մանիպուլացնում են հայտարարությունները։ Նիկոլը ասել է ճամփա տալու են։ Հայաստանից տարածքներ է տալիս, ժողովուրդ ջան, ես խնդրում եմ ձեզ, դարձյալ դիմեք բան, Google-ի օգնությանը, բացեք, տեսեք, Միջանցքի ինչ է նշանակում, ճանապարհ ինչ է նշանակում, ճանապարհ չի տալիս, ինչ որ մեկին էլ ճամփեն վերցնի գնա։ Մեր հայկական խոսույթում, օրինակ, կարող ես դու գալ ասել, գնել մեկ ճամփատուր անցնել, դա չի նշանակում, չէ՞, որ ես ճամփեն վերցնում եմ տանքես, դու էլ վերցնես ու գնաս, չէ՞։ Ճանապարհների ապաշրջափակում պիտի լինի։ Եվ դա նույնպես միակողմանի չի, իդիվս բոլոր կետերի։ Ոչ մի բան միակողմանի չկա։ Սա պետք է ֆիքսել։ Ճանապարհների ապաշրջափակումը։ Հիմա մենք հայերս կարծում ենք, որ վայ ինչ վատ է, հեսա կգան կլսվեն։ Տեսեք, եթե ճանապարհներ իմիջիալից դա ամենադժվար մասն է եղել, կամ ամենադժվար համաձայնեցող մասերից է եղել։ Եթե կարծում եք, որ ճանապարհները, սահմանները բացելը այդքան հեշտ բան է, ապա չարաչար սխալվում եք։ Ես պիտի ձեզ ասեմ, որ օրինակ Թուրքիայի հետ սահման Հայաստանի Հանրապետությունը իր գոյության պահից մինչև այսօր երբեք չի փակել։ Երբեք։ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանները փակվել են Թուրքիայի կողմից։ Հիմա հարց. եթե ճանապարհ բացելը մեզ համար այդքան վատ է, թուրքերի համար լավ, ապա ինչու են փակվում։ Ինչը հոապուշ չեն փակել են։ Ինչ փակել են, որ մեզ համար լավ լինի։ Չէ։ Փակ ճանապարհները նշանակում է տնտեսության քայքայում։ Բլոկադա։ Եթե շատերը չեն հասկանում իրենց ավելի ավագ սերունդին, եթե ասեն ավագ սերունդը 90-ականների մասին կպատմի ու կասի թե բլոկադան ինչ է ու ոնց ենք մենք դրա ձեռը տանջվում։ Բլոկադայի են ենթարկում, որպեսզի մենք չզարգանանք, տնտեսությունը չզարգանա։ Հիմա սա եմ կապում խաղաղության թեմային։ Տեսեք։ Պատկերացնենք, որ չենք գնում խաղաղության։ Հիմա հարց եմ ձեզ տալիս։ Ոնց է զարգանում Հայաստանի Հանրապետությունը։ Իրար վրա պամիդոր բիբար վաճառելով, այդպես մի 30 տարի վաճառեցինք իրար վրա, նորմալ բիզնեսներ չկան, ու հետո պարզվեց, որ մենք այդքան էլ չենք զարգացել մեր պետությունը։ Եվ այդքան էլ գումարներ չունի, ինչ ուզի առնի։ Տնտեսության զարգացումը նաև ներդրումային ծրագրերն են տարբեր կազմակերպությունների, միջազգային եւ այլն, որոնք իրենց հետ բերում են անվտանգային իհարկե համակարգեր։ Հիմա եկեք հասկանանք, մտածենք այսպես, եթե ձեզանից որևիցե մեկը լիներ լուրջ բիզնեսմեն, ինքը կամ իր կազմակերպությունը կաներ ներդրում միլիոնների ինչ որ մի երկրում, որտեղ ամեն օր կարա պատերազմ լինի։ Երկարաժամկետ ծրագրով այդտեղ ձեր ներկայությունը կլիներ թե չէ ֆինանսական։ Բնական է, չէ՞ որ չէ։ Այսինքն, եթե պահում ես անընդհատ պատերազմի վտանգը, դրանով արդեն իսկ ազդում ես պետության զարգացման վրա։ Ես դեռ չեմ խոսում արդեն սկսելու պարագայում ինչա տեղի ունենում։ Իսկ պատերազմները առաջին հերթին տնտեսության մասին են։ Այն երկրներն են ավելի զարգացած, որտեղ որ տևական ժամանակ պատերազմ չկա։ Նանո ջան, եթե Բաքուն դա ուզում է ոչ տրանսպորտի համար, ինչ է ուզում Բաքուն, խնդրում եմ գրի, էլի ես տեղյակ չեմ Բաքուն ինչ է ուզում, ես գիտեմ ինչ են համաձայնեցրել։ Հիմա ճանապարհները պիտի ապաշրջափակվեն։ Ամեն մեկի տարածքում, եթե Բաքուն օրինակ, ես գիտեք ինչի համար, ուզում ես Նանո ջան, ես քեզ ուղիղ հիմա այդ քո գրառմանը ի պատասխան մի բան ասեմ։ Ուզում ես գրառմանը ի պատասխան, ասում ես Բաքուն դա ուզում է ոչ բանի համար, տրանսպորտի համար, չէ՞։ Հա, ես Բանգլադեշ եմ մնում։ Այդպես է, չէ՞։ Հիմա ես քեզ կասեմ ավելին։ Այ դրա համար էր Բաքուն ու տեղական 5-րդ շարասյունը երազում, որպեսզի ոչ թե ճանապարհ լինի այլ միջանցք, եւ այնտեղ անպայման լինի ռուսական ներկայացումը։ Գիտես ինչի։ Որպեսզի Պակիստանից նարկոտիկը մտնի Ադրբեջանով իրենց միջանցքով ասի Թուրքիայով դուրս գա Եվրոպա։ Որ Հայաստանում չվերահսկվի։ Օրինակներից մեկը, եթե տեղյակ չես ասեմ հարգելիս։
Իսկ այս պարագայում ամեն մեկի ճանապարհը, ամեն մի երկրով անցնող ճանապարհը տվյալ երկրի բարի ներքոյա, պատասխանատվության ներքոյա, գործունեության, այսինքն ինչի համար ուզում է լինի։ Քո երկրի ճանապարհն է դա։ Ուղղակի բացում ես, ինքն էլա բացում եւ կարողանում ենք չգիտեմ, ես անկեղծ եթե լինենք, ես չեմ հավատում, որ այդ ամեն ինչը արագ է տեղի ունենալու, որովհետեւ բնական է, որ թշնամանքը մեր ժողովուրդների մեջ եղած չի կարա այտենց մի հատ փաստաթղթով վերանա, ու մեկ էս ասում են գնանք Բաքու ֆրֆռալու, իրանք գան Երևան ֆրֆռալու։ Սա երկար տարիների, տասնամյակների խնդիր է լինելու։ Հասկանում եք։ Երկար process ասած լինելու։ Սկզբում ինչ որ պոեզներ կգան, մի քանի տարի։ Հետո քիչ-քիչ կսկսեն բան ֆուրերը գնալ գալ։ Հետո կսկսեն մարդիկ մեկ ու մեջ գնալ գալ հարաբերություններ կարգավորել։ Հասկանում, դա շատ երկար պատմություն է լինելու։ Իսկ այդ ընթացքում ցանկանում ես ասենց ասեմ, ուզում եք թուրքից վերջ լուծեք, հզորացեք, ո՞նց պետք է ազդել ունենալ։ Տնտեսությունը ուժեղացնելով, չէ՞, ճիշտ է։ Տնտեսությունը ուժեղանալու համար ինչ է պետք։ Անվտանգություն եւ բաց ճանապարհներ։ Հասկանում եք։ Չէ, նանոն թող մնա, Արմեն ջան, մարդը նորմալ իր ձևակերպումները անում է։ Խնդրում եմ Արմեն ջան, տես, այն դեպքում երբ որ հայհոյանք է օգտագործվում, կապ չունի ում հասցեին։ Հայհոյանքով տեքստեր, իսկ քննադատական տեքստերը թող մնան, շատ նորմալ է դա։ Կարեն ջան, գնել բացի նանոյից էլի մարկա, խնդրեմ, ուղղակի ես կներես միտքս շարադրում եմ, ժամանակ աչքս ընկնում է, բանում, եթե կուզեք, ես կարող եմ մի օր եթեր անել, միայն գրառումներին անդրադառնալ։ Ուզենք կներեք անուկավա սխալ կատեմ, նանոն աչքից Ղարաբաղցի լսեք, ուրեմն ես ունեմ Արցախից շատ ընկերներ, չափազանց շատ ընկերներ, ես խնդրում եմ, այդ խոսույթի մեջ նույնպես, ես հասկանում եմ, որ օրինակ Ղարաբաղցի ասելով ինչ նկատի ունեք, կլանի մասին է խոսքը, հա, ասենք օրինակ եթե հանկարծ մեր Նիկոլի կուսակցությունը վերածվի կլանի, կասենք Իջևանսկի կլան, ու էլի մի բան է, բայց եկեք որպեսզի թուրն բռնման տեղիք չտա ու չօգտագործվի մեր բոլորիս դեմ, խնդրում եմ, եկեք մի քիչ զգուշ լինենք, այո, ես օրինակ գրելուց շեշտում եմ անպայման կլան բառը, որպեսզի չստացվի, որ ես Արցախի ժողովրդին բան եմ ասում կամ ինձ կարող եմ թույլ տալ բան ասել։ Այնտեղ ես շատ հարազատներ ու ընկերներ եմ ունեցել ու ունեմ։ Լավ, ցավոտ տանեմ։ Չէ, ես Ամերիկա չեմ ապրել, Ամերիկայում եղել եմ երկու անգամ, մի անգամ դեռ հեռավոր 2008 թվականներին ամիս ու կեսով ինձ հրավիրել էին 3 ամսով վիզա ունեի, բայց ամիս ու կեսից հետ եկա։ Իմ գործերը վերջացրեցի, հետ եկա, անգամ ասեմ, որ այդ այցելությունը եղել է բարեգործական հիմունքներով Ամերիկայի Միացյալ Նահանգների, այդ կոնկրետ Կալիֆոռնիայի Բանը ծերանոցներն եմ այցելել տատիկ պապիկների խնդրանքով որպես իրված դերասան անվճար հիմունքներում էին իմ տրանսպորտի ծախսի հարցը լուծել հրավիրող կողմը մի երիտասարդ շատ լավ կին Քրիստինե անունով լուծել այդ հարցը ես գնացել եկել եմ դե մնալու հարցը խնդիր չկար այնտեղ էլ շատ ընկերներ ու բարեկամներ կան եւ երկրորդ անգամ անցյալ տարի գնացել եմ գնալ գալը իրար հետ 15 օրով Եթե սա կարա ընդունվի որպես Ամերիկայում ապրել, ուրեմն ապրել եմ, բայց ես կարծում եմ, որ ես չեմ ապրել, որովհետև ապրելը մի քիչ ուրիշ բան է նշանակում։ Ես եմ շատ կարոտել խաղալուն, ասում եմ, հիմա էլ չեք խաղում ոչ միտեղ կարոտել ենք ձեզ։ Ես էլ շատ կարոտում, դուք պատկերացեք, ես որքան եմ կարոտում իմ աշխատանքը, սիրով կխաղամ, երկար սերիալներ չէ, երբեք չեմ խաղա, սիրով մի օր կխաղամ, եթե լինեն դրանք հրավերները, այդ մասով կաշկանդվածություն չունեմ։ Գնել ռեսականատես եմ եղել, թե 3 կին ոնց են Փաշինյան ամենավերջին ձևով բան։ Գիտեք, իրանց գործն է։ Տեսեք, ցավներ, որ ասում ենք, օրինակ, ունենք իրավունքներ, մենք այդ իրավունքի մասին, այդ իրավունքը պիտի հասկանանք, որ պրոյեկտվում է բոլորի վրա։ Երբ որ մեկը զբաղվում է հասարակական գործունեությամբ, կլինի քաղաքականություն թե ինչ, այ օրինակ այսօր Արշակ Կարապետյանի Արշակ Կարապետյանի ասեմ ինչ էր խոսացել, նայում եմ Facebook-յան ընկերներից մեկը կիսվել էր, մտա վերաբերմունքս արտահայտեցի Արշակ Կարապետյանի մասով, Բե իհարկե արվից։ Բանա, ու լցվանելի վրա է, փորձում էին բացատրել, թե Արշակ Կարապետյանն ով է, ու եղել դրական լույսի ներքո։ Ու ես իրաց փորձում, հա, ու ինձ ասում են, թե ես ինչի իրավունք ունեմ, ինչի չէ։ Ու ես իրաց բացատրում եմ, թե ես ոնց կարա լինի, որ ոչ մեկ իմ փոխարեն չի կարող որոշի իմ իրավունքները, եւ ես էլ չեմ կարող որոշել որևիցե մեկի իրավունքները, որովհետեւ մեր բոլորիս իրավունքները որպես քաղաքացիներ հստակ սահմանված են սահմանադրությունով։ Հասկանում եք։
ու մենք պետք է դա հաշվի առնենք, եթե մարդը եւ այնտեղ կա այդ բանը, որ եթե դու, ասենք օրինակ ես հասարակական գործունեություն եմ, չէ՞ ծավալում, երբ որ ինձ քննադատում են, իմ ասածը չեն ընդունում եւ այլն, ես չեմ կարող նրանց արհամարել, բլոկել, վիրավորել եւ այլն, չեմ կարող։ Ես որովհետեւ հասարակական գործունեություն ծավալելուց դու պիտի լինես պատրաստ քո հանդեպ ընդունել քննադատություններ, այդ թվում նաեւ սուր որոշ դեպքերում կոշտ։ Բայց խոսքը իհարկե ուղիղ անձնական վիրավորանքների մասին չի։ Երբ որ ինձ քննադատում են, կոշտ են քննադատում, ես շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետև այդ իրավունքը իրենք ունեն։ Հասկանում եք։ Ես էլ ունեմ, Արշակ Կարապետյանը զբաղվում է, ես էլ եմ կոշտ քննադատում, բայց ուղիղ վիրավորանք չի կարելի, դա նույնպես բանով, օրենքներով սահմանված է։ Եվ նաև դա է պատճառը, որ իրանք fake edge-երով են շատերը մտնում, որպեսզի երբ որ դու ցանկանաս դատի տալ, նրան չկարողանաս։ Դու կարող ես քեզ ուղիղ վիրավորանք հասցրած անձնավորությանը դատի տալ որոշակի պահանջներ ներկայացնել, դրանք նախադեպային որոշումներ ունեն, այս պայծրությամբ ես մի քանի գործով դատարանում եմ, թե ես եմ դատի տվել, թե ինձ են դատի տվել խառնա։ Հասկանում եք։ Բայց կան մարդիկ, ում չես կարող գտնել, որովհետև fake edge-ով գազանի նկարով, ծաղկի, բույսի նկարով, բանով մտած ես ինչ են գրում։ Դու հանգած պատասխանում ես, մեկ էլ միանգամից բան են տա, ժալոբա են տալիս բլոկում են։ Բայց դու չես ուզում էլի։ Բայց ինչ գործ ունես Հայաստանի հարցերում։ Ումա վերաբերվում այս հարցը, ինձ, այսինքն ինձ է վերաբերվում։ Մի քիչ խնդրեմ հարցերը բա։ Մենք հայ ենք, ինչ լեզվով էլ գրենք, կրոնել ունենանք, նույն արյուն ենք։ Իհարկե։ Լավ։ Մի խոսքով էս խաղաղության ու պատերազմի թեման Ժորժ ջան, տեսեք, սարքել ենք մի հատ վայնասուն։ Չենք կարողանում հասկանանք ինչ ենք ուզում, բայց ուզում ենք, որպեսզի վարչապետական երկրի որևիցե ներկայացուցիչ հասկանա եւ մեր փոխարեն որոշումներ կայացնի։ Ինչ ենք ուզում։ Մենք ելի եմ ասում, շատ լավ հասկանալով, ես կարծում եմ, որ ես տեղյակ եմ նաեւ, որ վարչապետը շատ է սիրում կարդալ։ Եվ տեղյակ եմ ոչ թե այն դիետերներից, որ կան, այլ անգամ ընդդիմադիրներն են դրա մասին շատ ասում։ Եվ վստահաբար այնտեղ ինքն էլ ընթերցած կլինի, որ թուրքին չի կարելի վստահել։ Չէ՞։ Բայց եւ ու մենք չենք կարող, չէ՞, մեր այս աշխարհագրական դիրքից տեղափոխվել լուսին, չգիտեմ ուր չենք կարող, չէ՞։ Պիտի խաղանք աշխարհի ընդունած կարգերով։ Բայց զուգահեռ պետություն արարելով։ Եվ այդ process-ները կան, ինչն է կոչվում պետություն։ Օրինակ այսօր ընդդիմադիրները Արարատ Միրզոյանին հարցեր են տալիս։ Ու ես նախ զարմանում եմ Արարատ Միրզոյանի համբերության վրա։ Ուրեմն, երբ որ ասում եք Հայաստան, ուզեք թե չուզեք, պիտի նկատի ունենաք որոշակի սահմաններ։ Հիմա հարց։ Երբ որ դուք ասում եք Հայաստան, ինչ սահմաններով եք ասում Հայաստան։ Հայաստանը դա պետություն է։ Պետությունը ունի սահմաններ, պետք է ունենա սահմաններ։ Երբ որ դուք եղել եք ուժեղ դիրքերում 20 տարի իշխանություն, ուժեղ դիրքերով, ձեզ մեր տղերքը Արցախյան պատերազմի ժամանակ ուժեղ դիրքեր էին տվել, իրենց կյանքի գնով։ Ինչի գոնե այդ ժամանակ, գոնե Հայաստանի սահմանազատումը չեք իրականացրել։ Մամայիդ հետ այդպես կխոսես։ Հասկանում եք, այս հարցերը տրամաբանական հարցեր են, դա։ Կլինեն մարդիկ, որ սատարում են Քոչարյանին կամ Սերժին, ձեր գործն է։ Ձեր գործն է։ Ես ձերոնքականներից որոշների նման չեմ, որ ձեզ ինչ որ մեկին սատարելու համար պիտի վիրավորեմ։ Որովհետև ես հիանալի գիտեմ ձեր իրավունքները եւ իմ իրավունքները եւ հարգում եմ դրանք։ Ես չեմ կարող հարգել իմ իրավունքները եւ ոտնահարել դիմացինի իրավունքները։ Օրինակ, մի հատ Ռուբեն Մելքոնյանը ինչ այն, որ Արցախի միպն էր ժամանակին։ Փետրվարի 25-ին այդ անձը նյութա տեղադրում Նիկոլին ընտրողների համար։ Եվ գնաս վզից բռնես փսնինքի պես ծորալվյա կաթա։ Ասես արա, տես, քո կարծիքով դուք ճիշտ ես, չէ, որ սատարում ես օրինակ Քոչարյանին։ Իմ կարծիքով ես ճիշտ եմ, որ սատարում եմ Նիկոլին։ Էմնուս իր կարծիքով ճիշտ է, որ սատարում եմ Պարզականցյանին։ Արա դու ո՞նց կարաս ու ընտրությունը սահմանադրությամբ ամեն մարդ իր կարծիքով գնում իր ընտրությունն է իրականացնում։ Դու ո՞նց կարաս բնակ այս սրբապիղծ, այ չհայ։ Դու ո՞նց կարաս մարդկանց վիրավորես իրանց սահմանադրական իրավունքը իրականացնելու համար։ Այս սրբապիղծ։ Ու եթե նայենք դու ում ես ընտրել այդ սրբապիղծ։ Ու տեսնենք թե զեկույցները ինչեր են պատում թե Հայաստանի գլխին ինչեր է կայացել ու Արցախը ոնց եք նվիրել Թուրքին։ Ախրտակը բան չի մնա, բայց մենք տանում ենք, չէ՞ դա։ Մենք փորձում ենք, չէ՞, ձեզ հետ համատեղ նույն օդը շնչել։ Ու գիտեք ինչ, ժողովուրդ ջան, ամենակայֆավորն է։ Ուրեմն Արցախի հետ կապված
Արցախի հետ ամենակիչ կապը ունեցել է Փաշինյանը։ Մի պարզ պատճառով, որ իր կառավարման ընդամենը տարուկես հետո կռիվը սկսվել է նախկինում բանակցածների լեգիտիմ հիման վրա։ Հասկանում եք։ Դե կարելի է բոլորին այդ մասով քննադատել բացի նրանից։ Նա որովհետեւ բանակցային բան Արցախի մասով չի ունեցել։ Չի ունեցել, որ ասենք արա տարավ բանակցությունները նենց արեց, արա հերն անիցես քաշ։ Երբ որ ասում ես, որ բախի կանգնեց ասես, բան Արցախը Հայաստանով եւ վերջ, ասում ախպերս, հասարակ քեզ հարց տա։ Հենց հիմա քեզ համար Արցախը Հայաստանը թե չէ։ Արա եթե այդ մարդը բանակցային փաստաթղթերին չի ծանոթացել, ես ու դու ինչ կարծիք ենք ունեցել Հայաստանը ինչ կամ իսկ կարող է արդեն զեկուցեն, որ այսպես թե այնպես պատերազմը անխուսափելի է, ու դա պետք է նաև ոգևորելու համար, որպեսզի մարտի դաշտում մարտնչող ունենաս։ Չի կարա նման խոսքը, կամ ուրիշ բան եմ ասում, օրինակ եմ բերում, ժողովուրդ խնդրում եմ, էլ եկեք ճիշտ է։ Ոնց ասեմ, որ Նիկոլինից հետաքրքիր չի այս թեմայով պաշտպանել չպաշտպանելը, որ հավատակ։ Նայեք։ Եթե կարաք իմ բերած օրինակներին հակառակը բերեք, խնդրեմ, սիրով կլսեմ։ Նայեք։ Ալիևը, ուրեմն ես 2006 թվականին ունեցել եմ իմ առաջին նոթբուքը։ Այդ ժամանակ, որ ես իմ տանը ինտերնետ եմ քաշել, 128 մեգաբայթ վայրկյան էր այդ ժամանակ։ Այդքան էր աշխատում ինտերնետը, հետո դարձավ 256։ Հասկանում եք։ Ես այդ ժամանակներից ինտերնետ օգտագործել եմ։ Ու անընդհատ դիտել եմ, թե այս կեղծ պատմությունը ադրբեջանցիները ոնց են դեռևս իրանց ժողովրդի ուղեղի մեջ սրսկում, որովհետև իրանք խնդիր ունեն նախ իրանց մոտ այդ հարցը լուծել, հետո տեսել եմ ոնց են արդեն գիտաժողովներ կեղծ կազմակերպում, հրավիրում Եվրոպայից մի քանի հոգու, նստածում սրանք էլ սենզիտիվ բան դե մի այնտեղ խավիարով, մավիարով, մի խոսքով։ Ինչ ասես տեսել եմ։ Այդ ժամանակ ես ապշում եի, ասում եմ, լավ, ախր տեսնում են, չէ՞, մեր անվտանգությունը տեսնում է, չէ՞, այստեղ ինչա կատարում, ինչի՞ չեն արձագանքում։ Բայց այդ ժամանակվա թերթերը, մերթերը սես բաները չէին խոսա, չէին էլ կարա խոսային, որովհետև իրանց սեփականն է, ո՞նց կարա իրաց սեփականը իր դեմ բան գրի, մի հատ տառ գրի, կտա հարց ու բարձ կանի։ Ու այդ ժամանակներից սկսած Ալիևը արդեն հայտարարում էր, որ Երևանը էդի հին Երևանն է, որը Եվան Գուլիխանն է հիմնել ադրբեջանական, մի խոսքով այս էշությունները այդ վաղ տարածում են։ Արա, փաստացի Ալիևը այդ ժամանակ ասում էր, որ Երևանը Ղարաբաղի է, Երևանը Ադրբեջանի եւ վերջ։ Արա, բախի չէիք, եթե բառ ասելու համար, այնքան ներքին լսարանին, երբ որ տենց հայտարարություններ ես անում, կարելի է հարցակվել պետության վրա։ Ձեր ասելով էլ ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Անկամ Շարմազանովի ասելով առհասարակ միջազգային կառույցներում, որտեղ թուրքերին դնում կտեսնում են գլխին, դա բառն է մեջ բերում։ Արա, բա այս որ լսում եք, ինչի՞ չէիք հարցակվում։ Եթե կարելի է հրապարակային քո երկրի ներքին լսարանի համար նման արտահայտությունների դեպքում հարցակվել, տեսնավորը, ինչի՞ չէիք հարցակվում։ Այսինքն տես բան չի լինում, չէ։ Այսինքն նրանք չեն հարցակել, չէ, որովհետև ասել է, բան, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ոչ, հարցակվել է, որովհետև ձեր Սերժը արդեն տվել վերջացել, ու Քոչարյանից, Լևոնից Սերժը արդեն ասում էր, հայտարարում էր, որ վերջ բանակցությունները փակուղի են, լավատեսություն չէ, խնդրում եմ ինձ ասեք, այդ երբ որ երկրի ղեկավարը ասում է, որ բանակցությունները մտել են փակուղի եւ մեղմ ասած լավատեսություն չեն ներշնչում, խնդրում եմ ինձ ասեք, դա ինչա նշանակում, ինչի մասն է, կարող ես եմ սխալվել լուծում, խնդրում եմ ինչ-որ կերպ ասեք, մի ձև կասեք, ոնց, ինչա դա նշանակում, դա նշանակում է, որ էլ Ադրբեջանին ինչ տալիս ենք էլ չի ուզում, ինքը ավելին է ուզում, այն ավելին դե չենք կարող արդեն տանք կակի մեջ ենք, պիտի սկսի պատերազմ, այսպես թե այնպես։ Վերջ, չկա բանակցություն, կա պատերազմ։ Եթե ինչ-որ այլ բան եք դուք պատկասում, խնդրում եմ ասեք, սովորեմ, ես չեմ ամաչում սովորելուց։ Ես չեմ ասում ոնց ավելի լավ, ոնց ավելի վատ, ցավը տանեմ, ես ասում եմ մեկը մյուսի տրամաբանական շարունակություն է, եթե դու ցանում ես ծորեն, չես կարող հավաքել տանձ եւ հակառակը։ Արցախի բանակցությունները մի հոգի չի վարել, կամ հոգիներով չի, պաշտոնական Երևանի դիրքորոշումով է, պաշտոնական այդ մեր համար է Սերժը ուրիշ Նիկոլ բանը, Քոչարյանը, Լևոնը չէ, աշխարհում սենց սա պաշտոնական Երևանն է, ուզում ես անենք այս բաժակը դնենք Եթե այդտեղից գացաբար դա պաշտոնական Երևանն է, ընտրությունները եղել դա ուրեմն ժողովրդի տեսակետն է դա, որովհետև երկրի ղեկավարը ներկայացնում է իր ժողովրդին, անկախնային ով է իրան ընտրել, ով չէ, ով հավաքել է ձայների մեծամասնություն, վերջ։ Եվ մեր պետությունը պետության ղեկավարը, ով փողով առել, ինչով առել, կապ չունի, ինքը ղեկավարն է։ Գնացել,
Բանակցել է այս բաների շուրջ։ Ինչ որ մի պահից դա արդեն Ալիևը կարել է բանակցություններում։ Կարելով եկել է։ Ինչ որ մի պահից ասել է, չգիտեմ, օրինակ, Սյոնիկն էլ պիտի տաս։ Երևան, չգիտեմ, կամ բառացի չէ, դի ուրիշ ձև լինում։ Ու վերջ մտել է արդեն փակուղի չի լինում բանաց, այսքան բազարով, թեման փակել չի լինում, պետք է խփելով փակվի։ Ով կրեց։ Իսկ մենք խփելուն արդեն պատրաստ չենք։ Հասկանում եք։ Ես չգիտեմ, եթե կա այլ տրամաբանություն։ Խնդրում եմ ձեզ հարգելներս, ասեք, ես իմանամ մտածեմ դրա շուրջ։ Ես արջևում 26 թվականի ընտրություններն եմ, ճիշտ է։ Բա մտածենք, չէ՞ որ իմանանք ինչ ենք անում, ինչ չէ։ Գնել ջան, կան նորություն, խնդրում եմ տարածեք թող ստուգեն։ Ռոբի մարդիկ գյուղերում Մալաջոժին վերբով կանանում պրոցի Փաշինյանի ցիցերը կլենուս։ Ցավը տանեմ, ինչ անեմ։ Ես չեմ կարող, ասենք, ես ինչ անեմ։ Քաղաքական process-ներ են, տանում են, անում են։ Գիտեք, այս վերջերս ես անկես պիտի լինեմ ձեզ հետ, ժողովուրդը։ Հա, այնտեղ մեկն էլ կար առհասարակ գրել էր ասում եմ լավ կանեք։ Ինչ է։ Դու գոնե գիտեք հայրենիքն ինչա։ Մի հատ զենքով նկար, հա, որ ասում ես կգա զենքը չի կարելի տես բաներ։ Այո, ես գիտեմ հայրենիքը ինչա, պետությունն էլ ինչա, ու որպես քաղաքացի ինչքան համագ որ ունեմ ու շատ մեծ համագ ունեմ, եթե 10-ից քիչ հաստատ 100-ից շատ, եւ դեռ ունենալու եմ մինչեւ կյանքիս վերջ։ Անկախ նրանից երկրի ղեկավար ով կլինի իշխանություն, ով կլինի, միայն կլինի ժողովրդավար ուժեր եւ պետականամետ ուժեր։ Բայց երբ որ ասում ես, բա ինչի չպետք է չասել նման բան, ասում են, որովհետեւ Արցախն անկախ պետություն, Արցախը անկախ պետություն, Արցախը ինքնահռչակ պետություն էր։ Արցախի անկախությունը աշխարհում որևիցե երկիր չի ճանաչել։ Հայաստանից սկսած։ Հայաստանի Հանրապետությունից սկսած, որից երկիր չի ճանաչել։ Ու սա էլ շատ մեծ հարց է, ինչու չի ճանաչել։ Երկու բառ դեպքում կարա չճանաչի։ Մեկը օրինակ չի ճանաչել, կամ երևի կարող է էլի դեպքեր կան, բայց միասին մտածենք։ Չեմ ճանաչում, որովհետև ես ուզում եմ Արցախը միացնել ինձ։ Նպատակ ունեմ գյոզերով քաշեմ գարաժ, ոչ ոք չջոգի։ Չեմ ճանաչում, որովհետև ճանաչելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը ենթարկվելու ագրեսիայի, ընդ որում ոչ միայն ռազմական ճանապարհով, այլ աշխարհում ոչ մեկ Հայաստանի կողքը չի կանգնելու։ Ինչպես որ եղավ 44 օրյային։ Որովհետև լեգիտիմ իրավունքները պատկանում էին Ադրբեջանին։ Որովհետև դրա լեգիտիմ հնարավորությունները տվել էին մեր երբեմնի ղեկավարները։ Այն մեկը ասել էր Արցախը կոնն է, այն գլխից։ Այն մեկը առհասարակ վերապահումները չէր ուղարկել ոչ միտեղ։ Այն մյուսը կարմիր գծեր էր դրել մի 3 հատ էքսկլավ էր դրել բացի Արցախը, մի խոսքով։ Ու աշխարհը դեռ տեղյակ է։ Դրա համար Արցախը բավարարվում էր կոչերով։ Նույն Ֆրանսիան, նույն Միացյալ Նահանգները, նույն Ռուսաստանը, տեսեք 3 տարբեր բևեռներ կոչ էին անում, որ դադարեցեք պատերազմը, նստեք բանակցությունների սեղանի շուրջ։ Ոչ մեկ չէր ասում Ադրբեջան հենց մեր հանգստացի Արաբա, որովհետև դրա տակ փաստաթղթերը դրած են։ Ինչ փաստաթղթեր։ Պաշտոնական Երևանի երբեմնի ամեն ինչը։ Որտեղ հաստատ դրված չի, դե որ Նիկոլը ասեց Արցախը Հայաստանի եւ վերջ ես էլ հարձակվեցի։ Հաստատ չի դրած։ Դու փաստաթուղթ չի։ Դա հրապարակային խոսք է, որը մեկը մի բան կարա ասի։ Տեսեք, Ժորժ ջան։ Իհարկե, եթե ուղիղ դաշնակները լինեն, շատերը չեք հավատա։ Ուղիղ հանրապետականները լինեն, շատերը չեք հավատա։ Բայց ձեզանից շատերը այսպես թե այնպես հավատում են որոշ լուրերի, որոնք ուղղորդվում են դաշնակների եւ հանրապետականների կողմից, առանց իրենց դեմքերը ցույց տալու։ Հասկանում եք, այսպեսի բաներ կան։ Մի խոսքով, այս թեման դեռ շատ կարծրացենք, որտեղ այնպես չէ, սա լույսը բացվում է բան անեն, ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Սա շատ քննարկման ենթակա է եւ ժողովուրդ ջան, ես այսպեսի առաջարկ ունեմ հրապարակային ձևով նույնպես ասեմ։ Տեսեք, ես ազգային պարակտումների կողմնակից չեմ բացարձակ։ Ինձ թվում է, ձեզանից յուրաքանչյուրը պիտի որ կողմնակից չի դրան։ Ես շարքային քաղաքացի եմ, ով այո, իր զբաղվածությունը ասենք թե հեռուստատեսությունում, որը կարող է այնտեղ չլիներ, այնտեղ լինել։ Քաղաքացի։ Հիմա ոչ պաշտոն ունեմ, ոչ էլ մեծ ցանկություն ունեմ պաշտոն ունենալու։ Տեսեք, առաջարկում եմ ցանկացած մեկին, ով ունի հակառակ կարծիք։ Խնդրում եմ, եկեք համատեղ եթերներ անենք։ Թույլ չտանք այդ քաղաքացիական պարակտումը իր վերջին հանգրվանին հասնի։ Եվ եթե մենք սկսենք
իրար միշտ չուտել, այլ մեր կարծիքները հստակ ձևակերպենք, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ապա վստահ կարող եք լինել, որ ղեկավարները կլինեն ընդդիմություններ թե իշխանություններ, իրենք հաստատ օրինակ կվերցնեն, հասկանալով, որ քաղաքացին դա չի ուզում, զզվել է իրար միշտ ուտելուց։ Հիմա ցանկացած մեկը, ով կուզի, ունի հակառակ կարծիք, համաձայն չի իմ ասած մտքերին, ու ինքը կասեր այլ կերպ, կմեկնաբաներ այլ կերպ, ու կդառնա հետաքրքիր զրույց, կդառնա հետաքրքիր քննարկում, եկեք մի եթեր չէ, 5 չէ, 10 չէ, եկեք ժամանակ առ ժամանակ դա անենք, որովհետև օրինակ, եթե լինի խաղաղություն, մենք բոլորս ապրելու ենք այդ խաղաղ երկրում, եթե լինի պատերազմ, մենք բոլորս ապրելու ենք այդ պատերազմող երկրում։ Եկեք այդ անկյունները, սուր անկյունները քիչ-քիչ, մի քիչ տաշենք, կլորացնենք, այդտեղ ոչ մեկ չի շահում, շահում են երրորդ ուժերը։ Սա ընկերաբար, կամ եղբայրաբար, կամ որդիաբար, կամ հայրաբար խորհուրդ։ Շնորհակալություն Ժողովուրդ ջան, եթերը դիտելու եւ տարածելու համար, այս թեման դարձնենք քննարկման թեմա եւ ավելի մանրամասն իրադարձություններին հետեւելով կասենք, դեռ կարող ենք նաեւ խոսել թուրք լրագրողների հարցերից, պատասխաններից, մի խոսքով փորձենք մաքսիմում օբյեկտիվության շրջանակներում ու տրամաբանության շրջանակներում քննարկել առանց ամեն կապիկի տարածած լուրերին հավատալու եւ ամեն կապիկի տեսակետներից ահաբեկվելու։ Լավ, Ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, ես չմտածեք։ Կհանդիպենք։ Ստեսու։